Բարևներ ձեզ, անդրադարձ եմ ուզում կատարել Տրամպի հայտարարությանը, որտեղ նա խոսում է փոխնախագահ Վենսի այցի մասին, փետրվար ամսին, այցելելու է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը եւ ներկայացնում է ինչ է սպասվում այդ այցի ժամանակ։ Ուրեմն ասում է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Եթիմին խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար, որը մենք ստորագրել ենք անցյալ տարվա օգոստոսին։ Դա ահավոր պատերազմ էր, 8 պատերազմներից մեկը, որին ես վերջ դրեցի, բայց հիմա մենք այսօր բարգավաճում ենք եւ ունենք խաղաղություն։ Փետրվար ամսին փոխնախագահ Վենսը այցելելու է երկու երկրներն էլ, որպեսզի շարունակի մեր ջանքերը հաստատել խաղաղություն եւ առաջ տանել Տրամպի ճանապարհը եւ բերել միջազգային խաղաղություն եւ ծաղկում, բարգավաճում։ Մենք ամրացնելու ենք մեր ռազմական գործընկերությունը Ադրբեջանի հետ, ուրեմն Հայաստանի հետ խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ենք ընկնելու, արդեն զգում եք տարբերությունը միջուկային համաձայնագրի առումով, թե խաղաղ միջուկային էներգետիկա խոսելիս Հայաստանի դեպքում ինչ նկատի ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես առանձին հատուկ բավականին հակիրճ վերլուծություն եմ ներկայացրել, դրա հղումը կդնեմ այս լայվի տակ մեկնաբանություններում, անպայման կարևոր է դիտել, որովհետև կարճ ասած մենք գեոքաղաքական շատ մեծ առավելություններից զրկվելու ենք, որպեսզի օղակը, որը սեղվում է մեր շուրջ, վերջապես փակվի։ Հաջորդիվ մենք գործարքներ ենք ընկնելու մեր առաջնահերթ պոլուպրավադնիկները, ես չգիտեմ կիսա ինչպես է հայերեն, պոլուպրավադնիկ արտադրողների հետ եւ Ադրբեջանին վաճառելու ենք ԱՄՆ-ում արտադրվող ռազմատեխնիկա, ինչպիսիք են օրինակ բրոնեժիլետները, նավեր եւ այլն, չէ՞ տենց մանր բաներից է խոսում, խոսքը չի գնում, սակայն մանր բաների մասին։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմը ստանում է ամեն ինչ, Հայաստանը ոչինչ, որովհետեւ գործարքային գործընկեր է դիտարկվում Ադրբեջանը տարածաշրջանում, այսինքն այդ ռազմավարական գործընկերությունը որպես սուբպադրիատ տրվում է տարածաշրջանի նայողին, որ տվյալ դեպքում Թուրքիան է, Թուրքիայի դրածո Ադրբեջանն է, եւ մենք ստանում ենք ոչինչ, ես տեսա իմ ընդդիմադիր իմ ճանաչած իմացած մարդկանցից, որ գրել եք, որ պետք է այստեղ շեշտել, նախ լավ եք անում, քրիտիկա եք անում, որ Վենսը տեսնում եք երկու երկրներն էլ գնում է, դա արդեն վատ է, հա, եւ կոչ եք անում, որպեսզի Հայաստանը ներգրավի, այսպես ասած, բուրըն բանակցի, որպեսզի առիթը օգտագործվի գերիներին վերադարձնել եւ այլն, այլին ինչ որ այդ փորձենք, ինչ որ լեզու գտնենք, նախ ընդդիմություն որպես այս անասունների հետ կամ այս անասունները լինելով անգրագետ, ինչ որ մի իբրև թե լեզու գտնեն Տրամպի հետ, ինձ ուղղակի զարմացնում է, ինչպիսի ջանք ու եռանդով դուք ուզում եք պատրանքներով տառապել առայն, որ ԱՄՆ-ում նստած է վարչակազմ, լինի Բայդենի օրոք, թե Տրամպի օրոք, որը ուղղակիորեն Հայաստանի հանդեպ ցուցաբերելու է այլ որակի մոտեցում։ Ես ուղղակի զարմանում եմ, որովհետև դուք երևի չունեք անցած այն ճանապարհը շատ այսպես ծանրացնում եք ձեր խոսքը, շատ այսպես քաշ եք ցույց տալիս եւ այլն, բայց ես վստահ եմ դուք չեք անցել այն ճանապարհը, որ անցել է օրինակ Ջեֆրի Սաքսը, որը կարճ կերպով այսպիսի բանաձևում է ներկայացնում, ասում է իմ կարծիքով վերջին 20 տարիների վատթարագույն նախագահը ԱՄՆ-ի, որ ունեցել ենք, դա Նեթանյահուն է։ Ինչու են այսպես ասում։ Ասում է, որ վերջին 20 տարիների ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ամբողջապես հենված է Նեթանյահուի կարծիքի վրա, ամբողջ արտաքին քաղաքական գիծը։ Եվ նա չի ասում միայն մերձավոր արևելքի մասին, ինքը գլոբալ է խոսում, իսկ երբ որ Հայաստանը ԱՄՆ գեոքաղաքական խնդիրների շահերից իրից ներս ներկայացում է որպես մեծ մերձավոր արևելքի տար, դա ուղղակի Իսրայելի խաղահրապարակն է, իր պեսոչնիցան է։
Ինչու դուք ընդդիմադիր լինելով, ես այդ անասունի մասին չեմ խոսում, այդ Նիկոլա Զավրերը, որ գրվում է պատվերով, ինչ որ ամերիկյան դեսպանատնից վճարվող անասուններ կան, օրինակ կան տենց բարի բուն իմաստով նորմալ քաղաքագիտական, միջազգային իրավագիտական կրթություն չունեցող ինչ որ տարեր, ովքեր նստած են տանը, ոչ մի բան չեն անում, ոչ մի կրթություն բան չունեն, ու ամերիկյան դեսպանատան ինչ որ ընկալներում երկրորդական, երրորդական էշելոնում աշխատելիս են եղել, հիմա կոնկրետ այդպիսի պլանկտոն կա Երևանում, գումար են ստանում ամերիկյան դեսպանատնից, կամ միջնորդավորված, բայց միևնույն է գումարը տանում է ամերիկյան դեսպանատուն, ովքեր ամեն նման եզության ժամանակ ակտիվացվում են, իրանք պետքա ստատուս գրեն, իբր թե սա խաղաղության կամուրջ է, սա Տրամպի կամուրջ է, Տրամպը մեզ ոչ ոքի չի տա, Տրամպը մեզ ազատագրելու է, Իսրայելը եւ ԱՄՆ-ը չգիտեմ ես են անելու թուրքերին ու չգիտես ինչի, եթե դաժե անեն, ձեզ թվում է այդ անելու են հայերի կամ Հայաստանի համար։ Բուն գետնի վրա Իսրայելը 98 թվականից ի վեր առնվազն վարում է կոնկրետ Ադրբեջանը Հայաստանի դեմ լարելու քաղաքականություն։ Իր անասուն գաղափարախոսությունը Իրանին հարվածելու, առաջ տանելու, ինչպես միշտ ծավալապաշտական ձևաչափերով, նպատակով, որը ուղղակի չգիտեմ, ամենակտրուկ քննադատությանը ենթարկվում ԱՄՆ-ում ամենահարգարժան ակադեմիական շրջանակների կողմից։ Նույնը տեղի ունենում Եվրամիությունում։ Հսկայական այսպես ճգնաժամ է առաջացել երկու օվկիանոսի ափերի վրա գտնվող արևմտյան հանրության, այսպես քաղաքանրության համայնքների միջև, որովհետև այս ամենը գնալով զրկվում է իր իրավականությունից։ Դուք ում եք պասիլ ուղարկում, ես սա երբ որ կարդում եմ եւ եթե ես ընդդիմադիր եմ, իմ մոտ այսպիսի ուրեմն ժամանակացույց է առաջանում, որ մինչեւ փետրվարի կես ես ունեմ ժամանակ impeachment անելու, ես ունեմ ժամանակ փողոց գեներացնելու ու այս անասունին, այս խայտարակությունից, որ մեր դեմ է կատարվում, ուղակի ավելով երկրից վտարելու։ Ինչ եք դուք այսքան սենց նիսխայդիցիլն ինչ եք ստատուսներ գրում, ձեր ստատուսը, մանավանդ եթե ձեզ բանտարկել են նախկինում, մանավանդ ամենա, չգիտեմ ինչ որակի անարգանքի են ենթարկել, մարդիկա ուրախացել են, որ դուք բանտարկվել եք եւ այլն, այստեղ խոսքը չի գնում, ես չեմ ասում գնա Իրանից վրեժ լուծի, որտեվ քո հանդեպ սենց է եղել, ոչ, ես քեզ ասում եմ, որ դու այդ ամեն կատարվածից հետո անգամ քո հանդեպ, միթե չես տեսնում դիմացինի բնույթը ինչպիսին է, ու այդ բնույթի համաձայն ոչինչ ինչու չի արվում։ Այդ բնույթին համապատասխանող ոչինչ ինչու չի արվում եւ չի ասվում։ ԱՄՆ-ի կողմից միջուկային իբրև թե խաղաղ ատոմի զարգացման ծրագիր նշանակում է փոքրիկ միջուկային կայաններ դնելը, որոնց փորձը իրենք չունեն, դա էքսպերիմենտ է լինելու Հայաստանի վրա, հիմնական նպատակը նա է, որպեսզի մեծամորի ատոմակայանը փակվի, սովետական խորհրդային տարիներից ի վեր Հայաստանի ձեռք բերած հսկայական միջուկային էներգիայի հետ աշխատելու եւ ոչ միայն խաղաղ ատոմի մասին է խոսքը, ամբողջ փորձը պետք է զրոյականացվի, ինչը որ արժեքավոր, ես վստահ եմ արդեն ամերիկյան դեսպանատան ճանկերում է, ԿՀՎ-ի ճանկերում է, Մոսադի ճանկերում է, Միշեստի ճանկերում է, թուրքական իշխանությունների ճանկերում է, մեզ ամբողջապես զրկելու են գեոքաղաքական որպես էներգետիկ առումով էներգետիկ բնագավառի գեոքաղաքական հակազդեցության լծակ ամբողջովին զրկելու են այդ վերջինից ուրիշ բան չի մնացել Եվ նա Արցախից չի խոսում եւ այդ մյուս բանը ինչ եմ ասում որ Իսրայելն է այս ամեն ինչը արել Ինչ եմ ուզում դուք հասկանաք այս երևույթի բնույթը ինչ է նշանակում Նետանյահու որը աշխատում է Ալիևի հետ ինչ է նշանակում BlackRock ընկերություն որը ուղղակիորեն համաձայնագրեր է կնքելու Ալիևի հետ ինչ է նշանակում երբ որ զենքերի վաճառքի համաձայնագիրը կապվելու է Ալիևի հետ դա ոչ միայն Իրանի դեմ է ուղղված Մենք այն բոնուսն ենք ձրի եկող, որը Ալիևը պոկելու է Իրանի դեմ իր հարձակման համար։ Մի մասը ինքն է վերցնելու, մյուս մասը թուրքն է վերցնելու, անկախ նրանից Էրդողանն է իշխանության, թե ուրիշ մեկը։ Իսկ Իրանի դեմ պատերազմը խոսվում է, որ այսօր երեկոյան է հարձակում լինելու։ Միգուցե ինչ-որ բան մինչ այդ փոխվի, Սակայն Սենտկոմի գլխավոր հրամանատարը ներկայումս գտնվում է Թել Ավիվում, կոնկրետ բանակցում է Իրանի դեմ կատարվելիք հարձակման մասին։ Եվ երեք Հական Ֆիդանը հերոստաեթերով թուրքական հայտարարել է, որ իրենց գնահատականով, իսկ ինքը ոչ միայն արտգործնախարար է, այլ նախկինում թուրքական հատուկ ծառայությունների ղեկավարն է, որ իրենց ունեցած տեղեկություններով Իսրայելը նախապատրաստվում է հարձակվել Իրանի վրա։
Այսինքն մենք այս խաչմերուկում նստած դուք էլի չեք տեսնում Իսրայել ինչ է նշանակում կամ որ խոսում եք որ գերիներին հանեն Բաքվի բանտից գումարած մեր հոգևորականներին այս բանտերից ես անցյալ շաբաթ գերիների ազատման կապակցությամբ արեցի փոքրիկ վերլուծություն որտեղ ներկայացրեցի որ գերիները վերցվում են ինչպես որ Իսրայելը Պաղեստինի հետ վարվում է 70 տարուց ավել որպես պատրվակ տարածք գողանալու համար ամեն բաց թողնված գերի վրա 2 հոգի ավել վերցվելու է Եվ իրանց ընկալման մեջ իրանք մենակ կարող են հարգեն այն դիմացինին ով իրանց դեմ դիմադրում է ով որ կարողանում է նույն հանդգնությամբ ստավկը բարձրացնի ու հետամուտ լինի այդ ստավկայի ձեռքբերմանը այսինքն դուք այդ տրամաբանությամբ պետք է պարտադրեք ոչ միայն գերիների բաց թողում Արցախի տարածքային հարցը պետք է բարձրացնեք ու դնեք դեմները ոչ թե Վենսին ու ասես քանի որ Վենս դու Ադրբեջանել ես գնում իմացի այդ տղա Եթե դուք, այսպես ասած, հայտ եք ներկայացնում, որ դուք քրիստոնյաների պաշտպան երկիր եք ու հարցը առաջանում, հարգելի եմ դիմադիր, դուք տեղյակ եք քրիստոնյա ասելով, հենց Տրամպի վարչակազմը ում նկատի ունի, ինչ քրիստոնյա նկատի ունի, եթե այդ ամբողջ թիմի, այդ ամբողջ սեգմենտի ուղղվածության գաղափարական կուրատրստվան Նետանյահուի Մոսադի ձեռքում է գտնվում։ Ձեզ թվում է հայ քրիստոնյային է դա վերաբերվում Այդ ամբողջ աղանդավորական շարժումների որ այդ թվում թավի շենարել ու շարունակում են Նիկոլ պահեն։ Դրանց մասին չեք մտածում, դուք ինչ եք սենց ջայլամի պես պահում, ինչ եմ ես ձեր գրածները կարդում ու սենց են որ վախենում եմ մեր ժողովրդի անվտանգության վրա, որովհետև ոչ այդ անասուն Դավաճանի թիմն է առհասարակ մտածում իրանց անվտանգության մասին, ոչ էլ ոնց որ դուք ինչ որ սենց թեթևի մեջ եք նայում, ինչ որ շաբլոնների տարբերակներով եք դիմում ու ինչ որ սենց աղերսի բան կա ձեր խոսույթի մեջ։ Դուք ումից ինչ աղերսելու ունեք։ Վատ է կարա։ Այդ մարդկանց գերի են տվել հենց սենց ժամանակներում յանեմ թե 4 հոգի պտի հանեն ասենք, թե ինչ իրավունք ուներ հոգևորականներին նստեցնել, այդից սկսենք։ Կամ որ բանը հասել է նրան, որ պտի Վենսի խնդրեք, որոնը տենա ինչ է անում, բայց փոխարենը վերցնում են ամբողջ միջուկային էներգետիկայի դաշտը։ Մենք այդ պետք է քննարկենք, չէ, մենք գնում ենք այդ սենտիմենտալ փոքրիկ գնդակին, որ շպրտել են մեզ դա տենց է, գեոքաղաքական վերլուծության տեսանկյունից դա տենց է։ Մի փոքրիկ փշուր գցում են դեմդ, այնտեղ քո սեղանին դրած քո սարքած տորթը վերցնում տանում գնում են։ Այդ մարդկանց գերի վերցրեցին Արցախը տարան։ Հիմա իրանց իբր թե պտի բաց թողնեն։ Ու վերցնեն ամբողջ Հայաստանը, ինչ է նշանակում Տրամպի ճանապարհ։ Դա Հայաստանի տարածքն է դա։ Ու դուք անընդհատ Նիկոլա Զավրերը չեն հասկանա ինչ որ ստատուսներ է, ինչ որ եսի մինչերա, որ ինչ որ նիկոլական ջայլ ջուլա գրում, որ գնալու են իրանք էլ սատկեն, առանց գնալու, թուրքը գալու է տեղում իրան սատ կցնի։ Ու իբր թե այդ կատեգորիայի հետ դուք ինչ որ դիբատ, ինչ որ խոսք եք տանում, իբր իրանք մեր հայրենակիցն ասենք վճարով ինչ որ բան գրողը ձեզ հայրենակից որպես ինչ գործ ունի։ Դա ինչ կատեգորիա է։ Եթե ամբողջ ազգը վիճակագրորեն ցույց է տալիս պատասխանում է, որ իր անվտանգության ապահովման խնդիրներում ինքը չի վստահում այս իշխանություններին։ Իսրայելի գերիների վերցնելու բաց թողելու քաղաքականությունը արտահայտվել է նաև Ռուսաստանում 90-ականներին Չեչնիայի պատերազմի ժամանակ Սեմի Բանկիրշինայի գլխավոր ակտորների կողմից գերիներ հանձնելու, վերցնելու, նորից գերիներ բերելու հետաքրքիր process-ներում, որի շնորհիվ նաև Բիրիզովսկին այդ տարիներին շատ արագորեն մուլտիմիլիոներ դարձավ։ Ասենք ես բազովի բաները գեոքաղաքականության տեսանկյունից ինչքան դժվար է դրանց հողում անելով, քեյս կառուցել, արգումենտացիա ներկայացնելը ու արշավի դուրս գալ, որն է խնդիրը ձեր ուզում եմ հասկանամ, ով է ձեզ բռնել, ինչ չեք դուրս գալիս, ինչ չեք փողոցներում գորգռում։ Ինչի է ամենաշատ քննարկվող բանը, ամենայն հարգանքով Նարեկ Կարապետյանը գնաց Պետրոս Ղազարյանի մոտ, աշկս լուս էդի հունիս ամսին ինչ որ ընտրություններ անելու, ես հələ չգիտեմ իրանք շարժման ներկայացրած վարչապետի տեխնացուն ով է։ Որովհետև այն ինչ որ ես կարդում եմ, նշանակում է պատերազմ է գալիս տարածաշրջանում, կողքի դրանը անվտանգության մասին խոսացող չկա։ Ու ընդդիմությունը նստած գերազանցիկ անասունի պես, ինչ որ սենց, զուբրի տանող գերազանցիկների մասին է խոսքը, ինչ որ խոսում է ընտրությունները մենք էսի գնաց սրա մոտ խոսած, այն եկավ այս սրա մոտ, հետո կոֆե խմեցիք։ Շոկոլադ կերակ, ինչ շոկոլադ կերակ։ Ռուսական ալյոնուշկա էր, թե բելգիական տենց իրականում աֆրիկյան, բայց բելգիական շոկոլադ էր։
Թե շվեյցարական էր, որ մեջը կաթը շատ է, Շվեյցարիայի մարգագետիններում աճացրած կովերի կաթի հետ խառնված գնա գալիս են։ Ինչ եք դուք սենց լոքշի մեջ, արա։ Արա այս հայտարարությունը, որ անում է, այս անասունի վաստակը, որ Իսրայելը խժում է Հայաստանի վրա, հայ ազգի վրա, որովհետև սիոնիստ աչակողմյան մի ամբողջ կուտոկ եկել դարձել է իշխանություն, ունի ընդամենը միտած հիմա սենց մի տեսակ ակաժներից էլ մի քիչ է քաշես Տրամպը, լավ 30 քանի տոկոս ընդամենը աջակցություն ունի բուն Իսրայելում եւ տանում է կրիզիսի ամբողջ տարածաշրջանը։ Հստակ դրա վերլուծությունները կարող եք կարդալ անգամ այսօրվա իմ լրահոսը Տելեգրամում կարդալով, որ ամբողջ տարածաշրջանը Սաուդյան Արաբիա, Կաթար, Էմիրատներ, Թուրքիա բոլորը մեծ հարցական նշանի տակ են դնում, արդյոք ԱՄՆ եւ Իսրայելը միասին հարցակվելիս Իրանի վրա հաշվարկել են, թե այդ հարցակման հետևանքով առաջացած իրավիճակը որքանով կառավարելի կլինի նույն Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Եվ երբ որ Չինաստանը ուղղակի ասում է, որ ես թույլ չեմ տալու, որպեսզի Իրանի հետ կատարվի այն, ինչ կատարվել է Իրաքի եւ Սիրիայի հետ, եւ դա գործով ապացուցել է վերջին շաբաթների ընթացքում ցույցերի իրականում ահաբեկչական հարձակումներ էին թե քաղաքացիական անձանց եւ թե ուժայինների դեմ Իրանի ներսում, արվում էին այն նպատակով, որպեսզի ուղղակի ներքին պատերազմներ սկսվեն, բախումներ, անկառավարելի իրավիճակ, որի պայմաններում պետք է առևանգվեր ամբողջ կառավարության կազմ, ամբողջը։ Եվ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին իրենց ռազմական հետախուզական ներդրումն են իրականացրել, որպեսզի Իրանի իշխանությունները եւ հետախուզական կառույցները կարողանան կանխել այդ նախագիծը։ Եվ այս ընթացքում, այդ ցույցերի ավարտից մինչ հիմա, այս մեկ շաբաթվա ընթացքում Չինաստանից Իրան ծանր բեռնատարային, այսինքն զինատեսակների փոխադրումների մասին է խոսքը, 16 թռիչքներ են տեղի ունեցել։ Եվ Իրանը հստակ մեսիջ է ուղարկել թե Թուրքիային եւ թե Ադրբեջանին, որ իր դեմ հարձակման դեպքում երկուսից որևէ մեկի ներգրավումը ուղակի ենթադրելու է նրանց դեմ Իրանի ուղակի պատասխան եւ հանրությունը բարկացած է, որ անցյալ պատերազմի ժամանակ 12 օրյա եղել է ապացույց, ինչպես է Ադրբեջանի տարածքից դրոնային հարձակում կատարվել Իրանի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտների եւ անձանց վրա, եւ որ պետությունը դա մի տեսակ այսպես փապկացրել է եւ մեկ կողմ է դրել։ Այդ ոնց է տենց կատարվում ասում են։ Եվ այս անգամ ասում են, չէ, այս անգամ ուզում ենք պատասխանեք։ Եվ իրենց փորձագիտական համայնքը արդեն բացեիբաց խոսում է, իրանցիների մասին է խոսքս գնում, որ առաջինը թիրախի տակ հայտնվելու են Ադրբեջանը եւ Հորդանանը, այդքան Թուրքիան չէ, որքան Ադրբեջանը եւ Հորդանանը, որտեղ Թուրքիան շատ լավ է հասկանում, ինչի հետ է խաղալու, եթե ինքը փորձի Իրանին կպնել։ Ամենակիչը ներքին քաղաքական ապակայունացում հսկայական մասշտաբների, որը իր հերթին բավականին անկառավարելի է եւ անկանխագուշակելի, ինչպիսի ոչ թե հետևանքներն են անկանխագուշակելի, այլ այդ հետևանքների կառավարումը, փորձը դրանք կարգավորել, ինչպես տեղի կունենա, այդ դա շատ անկանխագուշակելի է։ Առնվազն քաոսը ապահովագրված է եւ հիմա խոսում են Ադրբեջանի եւ Հորդանանի մասին ուղղակիորեն, որտեղ այս շավկեքը ով են вообще, էլի, այս ինչ են անում։ Ու Ադրբեջանը արդեն ռազմավարական գործընկեր է, հայտարարում է Տրամպը այսօր իր գրվածքում։ Իրանում դա ոչ մեկ չի ֆիքսում։ Թե մտածում եք անգամ եթե Խամենեի հետ ինչ որ բան եղավ կամ մի քանի գեներալների սպանեցին 90 միլիոնանոց հսկայական Իրանի տարածքը։ Իրաքը ընդամենը Իրանի տարածքի 1/4 չափը ունի, մինչև հիմա ԱՄՆ չի կարողանում կառավարել իրավիճակը, անել այն ինչ որ այսպես տարիներով 3 տասնյակ տարի է իբրև թե խոստանում է եւ արևով երթվում է, որ այդպես էլ անում է, այդպես էլ անելու է։ Այդ հսկայական տարածքում ինչպես են Իրան գործելու, ով ինչպես է համախմբվելու, ինչպես է պատասխան տալու։ Չինաստանի համար Իրանը իր կարմիր գիծն է, Չինաստանի գլոբալ դիրքի տեսանկյունից։ Ու նա չի պատրաստվում փոքրանալ, նիկոլ չի, ու թավի շանող դմդմփում մասովկա չի, չինացի ժողովուրդը։ Չի լստելու, այսի սերժական է, այսի սինձինպինական է, այսի երեխեք լավ ոչինչ, եկեք էսի տանք ամերիկացիներին, եկեք սաղս իրար միս ուտենք, ինչ-որ սենց մենք լավ ապրենք, այդպիսին չի Չինաստանը, այդպիսին չի Իրանը։ Փորձում է այդպեսին չլինել Ռուսաստանի Դաշնությունը, հուսամ հաջողվի։ Տարբերությունը 12 օրվա պատերազմի ժամանակ կատարվածի ու հիմիկվա միջև ինչու են ավելի այսպես վստահաբար ասում, որ Ադրբեջանը ապտակը ուտելու է, որովհետև այս ցույցերի հետևանքով ստացված ապացույցները, որտեղ հսկայական քանակի Մոսադի ամբողջ գործակալական ցանցը բռնվել է, բոլոր ԿՀՎ-ի հետ կապ ունեցողների ցանցերը, ցանցային ղեկավարները, շրջան առ շրջան, շրջաներ կան 147 հոգի, շրջան կա 400 հոգի, շրջան կա 360 հոգի,
հսկայական ինֆորմացիոն բազա է ստացել Իրանի պետությունը։ Եվ դրանով նրանք մեկուսացրել են ռեֆորմիստներին ամբողջապես։ Այսինքն, եթե ռեֆորմիստները կամ Բժշկյանի դեմքով արտահայտված եկեք հարթայինք Ադրբեջանի հետ մեր կապերը կամ Թուրքիայի հետ, որ վերջերս նաև կրկին 2 օր առաջ Բժշկյանը այսպես Էրդողանի հետ է խոսել, ինչ որ հայտարարություններ են արել եւ այլն, չեն կարողանալու ռեֆորմիստները ոչ մի բան անել, եւ ես ասեմ, ես հետևում եմ իրանական ցոցհարթակներում քաղաքացիների ժողովուրդների խորհրդին, իրենք ասում են, թե հեղափոխության պահապանների կորպուսը այդ հեղափոխությունը իր ձեռքը չվերցնի ու մեր երկիրս ավանտյուրայի մեջ գլորողներին չբռնի, չոչնչացնի, հատկապես պատերազմի դեպքում, եթե մեծ հարված են ու սրանք դեռ ինչ որ որոշումներ են կայացնում, ինչ որ տես դիրքի մեջ են, ուրեմն մենք կորելու ենք, պահանջում են, որ նրանք իշխանությունը ամբողջականացնեն, չխաղան այդ փշի-փշին այլևս, որովհետև արդեն ամենի նախագահի շուրթերից հնչում է դուրս եկեք փողոցներ, գրավեք ձեր կառավարական շենքերը, այրեք ձեր կառավարական կենտրոնները, ուժային կենտրոնները, ոստիկանության բաժինները, մենք գալու ենք ձեզ օգնությունը ճանապարհին է, նրանք ովքեր կփորձեն ձեզ ճնշել, նրանց անունները գրեք, մենք կգնանք նրանց հետևից։ Նույն դեպքում, որ Ֆլորիդայի ոստիկանապետը ասում է, որ նրանք ովքեր ցույց են անում այսի գործակալների դեմ եւ կփորձեն մոլոտով շպրտել օրինակ ոստիկանների դեմ կամ հայհոյել կամ այլ որակի ինչ որ տենց անընկալելի անընդունելի վարքագիծ դրսևորեն, ապա ասել է Ֆլորիդայի ոստիկանապետը մենք ինչեւ գնաք հասնեք այդ մարդուտուն, որ իրան օգնեք, իր հասցեում դուք իր դիակն եք գտնելու, մենք իրան սպանելու ենք։ Սա Հիտլերի 4-րդ ռեյխի կայացումն է ԱՄՆ-ում որպես կործանվող պետություն։ Իրան գնում են ինքնասպանության։ Այսինքն սա մենք պետք է օգտագործենք անելու այն, ինչ որ անում է Կանադայի վարչապետը։ Ասում է, այս մարդը ցնդել է, մենք այս ցնդածների հետ net չեն գնում, չեն կորելու։ Մենք մեր ռազմավարական շահից ելնելով մեր գործընկերությունները պետք է սահմանենք։ Ուրեմն ընդդիմություն չան, ոչ թե sense պուպսիկ ստատուսներ գրեք, որ արդեն ներվերներից վրա ազդում է։ Այնալա ես ատարում եմ կաթողիկոսին, աշկսլուս, ինչ անեմ էդի։ Facebook-ից ստատուսի սատարումը, ինչ անեմ, որտե կսեմ հացին մերսի ասեմ քեզ, ինչի համար։ Ինչ մուրաբայի համագալի քո ստատուսից, կլուբնիշնիա, եժիվիշնիա, ինչ ես ինձ դու, ինչ ես ասում դու ինձ։ Ինչ ես ասում։ Ես կարամ ասեմ, ես վերլուծաբան եմ, դու որ ընդդիմադիր գործիչ ես, ինչի փողոցը փագած չի։ Ինչի իմպիչմենտը չունի միսուարյուն, ինչից եք խոսում, ինչ ընտրություն։ Դուք այդ ընտրությունում հաղթելու եք, ինչի։ Որ Ֆիդան ասել է Նիկոլա սատարելու։ Այդ դրանից դուք ինչ վվդ եք արել։ Ինչքան կաստում շլվար ուզում եք հագեք, ինչքան ստատուս ուզում եք գրեք, տո PR-շիկները բերեք Ռուսաստանի եսին, որ գեղից անճաշակ գույներով հագնվեք, հելեք, չրզկվեք հայ ազգի աշկին։ Թուրքական կողմը ամբողջապես արել է Տրամպին, Էրդողանի մակարդակով, Նետանյահուի մակարդակով, Ալիևի ընտանիքի մակարդակով։ Այդպիսին է Տրամպին ֆինանսավորած ընտրություններում իրեն իշխանության բերած սիոնիստական օլիգարխիկ, քրեա օլիգարխիկ, իրանք իրանց պայսեմի բանկերշին անունն, այդ էլիտան, որի դեմ խոսում է Ջեֆրի Սաքսը ակադեմիական, այսպես մանրամասներով, որ դուք պարտավոր եք ցանկացած որակի քաղաքական գործիչ, ցանկացած կալիբրի քաղաքական գործիչ, անգամ երկիրը դավաճանած ԿՊԱ-ականները, դուք պարտավոր եք դա կարդալու լսել, որտեղ այդ մարդուն լսում են առաջատար երկրների ղեկավարները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ինքը խոսում է որպես էքսպերտ, Եվրոպարլամենտում ինքը խոսում է որպես էքսպերտ, Եվրոկոմիսիայում իրան հրավիրում են, ինքը տալիս է մասնավոր այսպես հանդիպումներում որոշակի խորհուրդներ, առանձին վարչապետների, առանձին երկրների նախագահների հետ հանդիպումներ է ունենում եւ խորհրդակցություններ է անցկացնում, ու դուք այնքան կաք, որ դուք որոշել եք, որ չէ, անան էս ինչ ասում, ինչ Իսրայելին, ինչ են իրանք խոսում Իսրայելի դերի մասին, ինչու ամբողջ ամերիկյան հասարակությունը արդեն կատաղած, որ այդ IC ագենտները, որ գործում են, իրանց մեջ առնվազն 200 հոգի Իսրայելից է եկել պաղեստինցիների սպանելուց հետո։ Ու այդ նույն վայրի վարքագիծն են ցուցաբերում, ինչպես իսրայելյան օկուպացիոն ուժերը ցուցաբերում են անձամբ պաղեստինցիների դեմ, կին, տղամարդ, երեխա, ծեր կապ չունի։ Խի եք վախում խոսակ։ Ինչ չեք խոսում պաղեստինցիների ցեղասպանությունից, ինչ խաղաղության խորհուրդ, վայչոն вообще։ Խաղաղություն կա, եթե այդ նույն Ջարեդ Քուշները այդ նույն օրը ասում է, եթե այնտեղ Համասը չհանենք, Հեզբոլլան չհանենք, այս ինչը չհանենք, այն չհանենք, այս ծրագիրը չի իրականանա, հա, ճիշտ է, հələ խոսիտներից է խոսեի, քակիլակոտ կներեք էլ, ես չէ, կներեք չէ։ Ո՞վ է ինքը вообще։
Մեծահարուստ օլիգարխ Մոսադի ագենտի լակոտա, փսակված մեկ այլ մեծահարուստ արդեն Մոսադի վրա վերբովկա եղած, բանկրոտստվայի մեջ գնացած սիոնիստների կողմից փրկված, ասենք իչուր Տրամպի լակոտի հետ, լակոտուհու։ Իրանք ովքեր են, ոչ մի լեգիտիմություն ամերիկյան սահմանադրության տեսանկյունից իրանցից ոչ մեկ չունի։ Դուք խեք սենց պուպսիկ, ինչ եք խնդրվում, Վենսոն շուննա վաբշե, ինչ եք խնդրում դուք Վենսից։ Հայկական լոբինում հետ է աշխատում, այդ ինչ ձև է աշխատել։ Հունական լոբիի հետ մոտ ինչ-որ բան ստացվել է, Տրամպին հասցնել։ Տրամպը մենակ միլիարդ է հասկանում, անշարժ գույք։ Փող պետք է ցույց տաս ու գույք պետք է ցույց տաս, ուրիշ բան չի հասկանում։ Քո մարդկանց, որ ասում է գնանք ասենք բանտից, իրանք ասեն, որ իրանք բանտից դուրս գան, բան, քյասար ճամփեն կա, իմպիչմենտ անում ես, փողոցը փակում ես, մտնում ես պարլամենտ, իմպիչմենտ անում ես, ու դնում ես փաստերով դեմները։ Ու վրա որ տենց գոռացել է, հետ պատասխան գոռոցա ստացել Տրամպը, հետո պուպսիկացել է։ Տարիֆ էի դնելու սպառնում է, բարի փոշմանեցի միտքս, էլ տարիֆ չեմ դնում, չէ, պետք չի բան։ Սաղ Գրենլանդիան եմ ուզում, լավ էլ չի լինի, ես այտենց էլ չեմ անի, տարիֆ չեմ դնի, Գրենլանդիան մի քիչ էս եմ ուզում, են եմ ուզում, բան է, եկել է բազար, այսպես ասած, ինչ-որ բան է ուզում առնի, ինչ-որ տենց ընկած գներ է այնքան ընթաց տեղ գոռում, այդ նշանակում է, որ վաճառողը տենց մի անգամից այդ ընկած գնով իրան ինչ-որ բան է ծախելու։ Շատ տարօրինակ է։ Մենք ստանում ենք ոչինչ, Ադրբեջանը ստանում ամեն ինչ, ներառյալ զենք, որը ուղղվելու է մեր դեմ։ Շատ կարճ ժամանակի ընթացքում, մինչև ձեր ընտրություններ հասնելը։ Ու այդ ամբողջ ռեպրեսիաները, ասենք, եթե ինչ-որ հոգևորականների հանեցին, ուրիշ մարդկանց նստեցնելու են, ամբողջ ընդդիմադիր բլոկը, ով կա չկա, ընտանիքներով հանդերձ, թուրքական մոդելով։ Որտեվ ինքը սիրում է Էրդողանին։ Այնքան է սիրում, որ զորքերը հանել է Սիրիայից, որ հանգիստ Էրդողանը քրդեր օրինակ սպանի։ Այսօր տեսեք Էրդողանը Սիրիայի մասին հայտարարություն է արել։ Չպատմեմ, որ չասեք երկար է խոսում այդ աղջիկը։ Քանի որ դուք տենց շատ այդ ամեն ինչը գիտեք, ես վստահ եմ, որ դուք գիտեք Էրդողանը ինչ է ասել այսօր Սիրիայի մասին եւ դա ինչ զուգահեռներ ունի մեր իրականության հետ։ Ես վստահ եմ ձեր ուժերի վրա։ Դուք մեզ ամեն ինչ 7 տարվա ընթացքում արել եք, որպեսզի մենք վստահ լինենք ձեր ուժերի վրա։ Այդ հայկական կոմպլեքսն, որ բալես, որ գնանք մեկի տուն տես բանան դնեմ բան, ձև կտաս, որ դու այդ բանանից ունես տունը, սաղորը բանան ես ուտում բան, այդ կոմպլեքսը ձեր մեջից հանեք, այդ մանկամտությունը, թայֆաբազությունը հանեք, մարդ արդեն զզվում է, էլի մեռեմ ձեզ բացատրելով։ Պատերազմ է գալիս, ու պետք է այս անասունին շատ արագ քայլերով տուպը հեռացնել, այլ ոչ թե խոսալ, եթե դուք ես թվում, որ դու Վանսը քեզ ավելի դաստուկնի է մարդկանց հետ բերելու համար բանտերից կամ դուրս հանելու հոգևորականներին բանտերից, քան հենց դու որ կողքի քուչում նստած ես, քո կողքի քուչում այդ յեթիմը նստած ինչ-որ որոշում է կայացնում։ Այդ յեթիմը քեզ ավելի հասանելի է, աշխարհագրորեն իր այդպես բնույթով ավելի լավ գիտես, չէ՞ տանասունին։ Եկեք դրան հանենք բրծնենք, էլի խիչ դրանից խոսում արա։ Ինքը շուննա, որևէ երկրի որևէ պաշտոնյայի հետ հանդիպ, կամ էս ինչա պոկել, որ մի հատ էլ հլպտի հանդիպի, մի հատ էլ հլպտի ինչ-որ բան ասի։ Կամ էլ այդ հետները խոսալու ձեզ են լսելու։ Թուրքական հատուկ ծառայությունների կուրացիայի տակ մարդու կնիկ լիքը փող լափած, փալաս փուլուսի մեջ թաղած անասունի պես ապրում են։ Նստելու են ձեր խնդրանքները, ձեր բաները փոխանցեմ է շաս պրям։ Այսքանը անպայման միջուկային էներգիայի պահով խնդրում եմ այդ կարճ վերլուծությունը դիտեք, շատ օգտակար է, ռուսերեն սուբտիտրեր ունի։ Այսքանը, ինչ ասեմ, մաղթեմ լավ օր, հա, չմոռանանք։ Բանն է տենց։ Ես երեխեք սաղի հետ լավ եմ բանսից, այս բաների մեջ մտնենք ընդդիմ։ Ոչ մեկին չեն քննադատում, բան բոլորին պետք է սատարենք, ոչ մեկի ոչինչ չպետք է ասենք։ Ես բոլորի հետ եմ, բոլորի կողքին, բոլորի մեջքին, ոչ մեկի դեմ չեմ։ Всё, հաջողություն։